Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է բարձր լինել։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.6% աճ։ Սա իհարկե բավական լավ նախադրյալ է Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ եղած կանխատեսումները վերանայելու, բարձրացնելու, իդեպ վերջին շրջանում միջազգային վարկանիշային գործակալություններ կարծես թե հենց այդ վերանայման գործընթացներում են բարձրացնում են նախկինում արված իրենց կանխատեսումները Հայաստանի թե ընթացիկ, թե նաև սպասվող տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված։ Լավ է իհարկե այս ամենը, բայց մենք արդյոք գործ ունենք նաև տնտեսության առողջացման հետ։ Ինչի նկատի ունենք առողջացում ասելով։ Կանրադառնանք իհարկե դրան, սակայն հիմա մի փոքր ընթացիկ ցուցանիշների մասին։ Ինչպես նշեցինք, այս տարվա հունվար-սեպտեմբերին ունենք 7.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Մինչդեռ արդյունաբերության արտադրանքի ծավալները շարունակում են անկում ապրել, մասնավորապես նշված ժամանակահատվածում 5.7%-ով։ Աճի ընդհանրապես տնտեսական ակտիվության ցուցանիշի այս 7.6% աճին էականորեն շարունակում են նպաստել, ինչու ենք ասում շարունակում են նպաստել, որովհետև բավական երկար ժամանակահատված ըստ էության այս գործոններն են գեներացնում այդ աճերը, շինարարության եւ ծառայությունների ոլորտները։ Շինարարության դեպքում ունենք այս ժամանակահատվածում 20.7% աճ, ծառայությունների պարագայում 9.9% աճ։ Լավ է իհարկե, որ այս ոլորտները աճ արձանագրում են, խնդիրը դրանում չէ, թեև այդ աճերը դրանց որոշակիորեն պետք է վերապահումներով մոտենանք, որովհետև շատ խոսված, շատ քննարկված հարց է նույն շինարարության, ծառայությունների ոլորտների աճերը, որոնք իդեպ փոխկապակցված են նաև որոշ իմաստներով, այսօր պայմանավորվում են խիստ ժամանակավոր ազդեցություններով եւ ավելի երկարաժամկետում հարցականի ներքո է, այս ոլորտները որքանով կշարունակեն իրենց աճերը։ Այնուամենայնիվ, անգամ այդ վերապահումը հաշվի առնելով, խնդիրը նրանում չէ, որ այս ոլորտները ունեն աճ։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանի տնտեսության առանցքային նշանակության արդյունաբերության ոլորտն անկումային է։ Առանցքային մեկ այլ նշանակության գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մենք ունենք որոշակի դրական տեղաշարժ, մասնավորապես այս ժամանակահատվածում գյուղատնտեսությունը ավելացել է 6%-ով։ Սա միանշանակ շատ ուրախալի է, նախ ոլորտի կարևոր նշանակությունը հաշվի առնելով եւ նաեւ հաշվի առնելով հանգամանքը, թե որքան այսպես երկարաժամկետ եւ կայուն խնդիրների, ինստիտուցիոնալ խնդիրների ներքո է ոլորտը, ճյուղը եւ նախորդ ժամանակահատվածներում բավական երկար ժամանակ զրոյական աճեր են կամ անկումային էր այս ոլորտի այսպես վիճակագրությունը արձանագրվում, բայց գյուղատնտեսության հետ կապված էլ պետք է նշել, որ մի փոքր ավելի երկար ժամանակահատվածի ուսումնասիրություն է անհրաժեշտ հասկանալու համար, թե մենք ինչի հետ գործ ունենք։ Օրինակ, այս ոլորտում եւս գործ ունենք ինչ-որ ժամանակավոր դրական ազդեցությունների հետ, թե ի վերջո գյուղատնտեսությունը մտել է իր կայունացման փուլ եւ ի վերջո մյուս հանգամանքը, որի մասին նշեցինք, մենք այսօրվա վիճակագրությունը ձևավորում ենք նախորդ ժամանակաշրջանների ցուցանիշների համեմատ, իսկ նախորդ ժամանակաշրջանները կամ զրոյական աճեր էին, կամ անգամ անկումային, հետեւաբար ենթադրաբար որոշակի աշխուժությունը պետք է նաեւ ձևավորեր վիճակագրական աճ եւ այդ վիճակագրական աճի բացարձակ թիվն է այսօր որոշակի վերապահում առաջացնում, այսինքն մենք կարծես թե նաեւ այդ վիճակագրական համեմատության առանձնահատկության հետ գործ ունենք։ Ինչևէ, գյուղատնտեսության հետ կապված իհարկե ավելի երկար ժամանակահատվածի ուսումնասիրությունը թույլ կտա ավելի օբյեկտիվ գնահատական տալ այս ոլորտի հետ եւ բնական է, որ ցանկալին կլինի այն, որ մենք ի վերջո գործ ունենանք ոլորտի կայունացման հետ։ Տեսեք, տնտեսական աճի այդ որակական բնութագրիչներից հանգամանքը, որ տնտեսության ակտիվության աճը շարունակում է գեներացվել ժամանակավոր ազդեցությունների ներքո գտնվող ոլորտների հաշվին մի կողմից, մյուս կողմից երկարաժամկետ հավելյալ արժեք չստեղծող ոլորտների հաշվին։ Դրա տիպիկ, այսպես դրսևորումներից մեկը նաև նույն 1000 խոշոր հարկատուների ցանկն է, որի հերթական հրապարակումը ՊԵԿ-ի կողմից մենք առաջին 10 հարկատուների տվյալները ներկայացրել ենք մեր երկրորդ պատկերում, ըստ էության ինչ է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ Հայաստանում ամենաշատ հարկերը գեներացվում են բջջային հեռախոսների եւ սարքավորումների առք ու վաճառքով զբաղվող ընկերության կողմից։ Սա այսօր մեր տնտեսությունում
աշխուժություն ձևավորած, որոշակի ակտիվության, ուրեմն որ ոլորտներում են այդ ակտիվությունը արձանագրված, իսկապես շատ այսպես ցուցիչ է, տիպիկ ցուցիչ է ինչ է կատարվում տնտեսության հետ։ Եվ հենց սա այդ տնտեսության առողջացման մեր հարցադրման հետ ուղիղ կապ ունեցող է։ Հավելյալ երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղությունները չեն, որ այսօր աշխուժություն եւ նաեւ նույն հարկային եկամուտներ են ավելի շատ գեներացնում։ Եվ սա իսկապես երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից խնդրահարույց է։ Տեսեք, ընդհանրապես տնտեսության աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անկախ դրա վրա ազդող գործոնների հանգամանքից լավ է։ Լավ է նույն վարկանիշային կազմակերպությունների կողմից գնահատականներ գեներացնելու համար, լավ է պետության արտաքին հարաբերությունների, արտաքին տնտեսական հարաբերությունների մեջ մտնելու տեսանկյունից, բայց նույն արդեն պետության համար երկարաժամկետ պլանավորման համատեքստում շատ ավելի կարևոր է ոչ թե տնտեսության աճի բացարձակ թիվը, ցուցանիշը, որքան դրա կայունության հեռանկարը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ տևական ժամանակ մեր տնտեսությունում հենց այդ հավելյալ արժեք ստեղծող ուղղությունների հաշվին չէ, որ գեներացվում են աճերը, այդ հանգամանքը հաշվի առնելով այսօր մենք ունենք մտահոգություն, որ մեր տնտեսության երկարաժամկետ կայուն աճի հեռանկարը խիստ հարցականի ներքո է։ Հենց այն կարևոր կայուն աճը, որը պետք է պետության երկարաժամկետ զարգացման, պլանավորման, նույն բարեկեցության, այսինքն կայուն հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից այդ կայունության հանգամանքն է, որ այսօր հարցականի եւ մտահոգվելու առիթ է ստեղծում։